Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Շարունակում ենք մեր աշխատանքը տեսակապով, մեզ Լիբանանից է միացել Բեյրութի ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանթարյանը։ Բարև ձեզ, պարոն Քանթարյան։ Բարև ձեզ։ Սկսենք մեր զրույցը Սիրիայից, Ղամիշլիից հեռացող ռուսները, որոնք հեռանում են այդտեղից արդեն։ Իդեպ շատ հետաքրքիր է, որ Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարը հիմա գտնվում է Մոսկվայում։ Ըստ ձեզ ինչով է պայմանավորված այդ ռուսական կոնտինգենտի դուրսբերումը Սիրիայից, արդյոք կապ կա Ուկրաինայի հետ պատերազմի հետ, կարծես թե այնտեղ ռուսները քանակի հետ խնդիրներ ունեն արդեն, թե սա զուտ Սիրիայի եւ Ռուսաստանի միջև հարաբերություններում ծագած խնդրի կամ միգուցե նաեւ պայմանավորվածությունների հետևանք է։ Գիտեք, ընդհանրապես նախորդ վարչագարկը, որ հիմնականում հենվել էր երկու պետությունների վրա, Ռուսաստանի եւ Իրանի, ուրեմն այդ հենասյուների թուլացումը, չեզոքացումը հիմնական պատճառն էր նաեւ վարչագարկի արագ դավալման։ Եթե իրանյան ռազմագայանները կամ հենագետերը ընդհանրապես այսօր չկան սիրիական տարածքներում, ի դարբերություն ուրեմն ռուսական որոշ բազաներ Ծովեզերիա շրջանում մնալ եւ կարծում եմ, որ այսօրվա այս մոսկովյան հանդիպումի օրագարկերի առանցքը այդ բազաների ղեկավարի կամ ընդհանրապես այդ աշխարհագրական կոդիների ճշտման խնդիրն է, այսինքն բնական է, որ նախքին արգայությունը չկա ռուսաստանյան, հիմա նաև հյուսային շրջանը, որ հստակ ինչ-որ միջպետական, ես կասեի, անգամ պայմանավորվածություններ են գնում այդ ուղղությամբ եւ փուլ առ փուլ հետսեդե առաջնորդվում է ամբողջ գործընթացը թեպի նաև այդ շրջանի ղեկավարի ճշտման քրդական կորձոնի վերափոխման եւ ուրեմն այդ կորձոնի աստեցիկության, արգայության ընդհանրապես վերասահմանման այս բոլորի համատեքստում կարծում եմ պետք է քննարկել նաև ռուսների հեռանալը այդ շրջաններից եւ եթե ավելի մեծ ռազմաքաղաքական խաղադախտակը փորձենք դիտարկել, սա իհարկե կարող է նաև որոշակի կապվածություններ ունենալ ընդհանրապես աշխարհագրական տարբեր միջավայրում ընթանող հագամարտությունների, որտեղ նաև ռուսերը ներգրավված են։ Այսինքն ներկա աշխարհագրքում այս հագամարտությունների ուրեմն եւ որոշ կանգառները եւ վերապրնգումները եւ ընդհանրապես նաև թեպի խաղաղություն ցկտող բանակցային գործընթացները, որոնք անպայման չեն արդյունավորվում, այնուամենայնիվ այդ գործընթացը բավանդվում է, այս բոլորը ուրեմն բնականաբար կարծում եմ ունեն փող առնչություններ։ Պարոն Քանթարյան, այս պահին ամերիկյան նավատորմը, ռազմական նավատորմը, ավիակիրները գտնվում են արդեն այնպիսի հեռավորության վրա Իրանից, երբ որ կարող է Իրանը խոցել եւ կարող են խոցվել Իրանի տարածքից իդեպ, մենք դա ունենք այս պահին, այս տեղեկատվությունը, դրանից հետո հայտնի չի ինչ է իրականում լինելու։ Ձեր կարծիքով սա ավելի շատ ուժի ցուցադրություն է ԱՄՆ-ի կողմից, հաշվի առնելով նրանց Իսրայելի հետ դաշնակցային հարաբերությունները, թե այնուամենայնիվ հարվածները հնարավոր են Իրանի ուղղությամբ։ Եվ ինչ նպատակներ կարող են ունենալ այդ հարվածները, ինչ նպատակով կարող են այդպիսի քայլերի դիմել։ Ես ավելի հակված եմ մտածելու ծեր դիդարգումի առաջին գետի ուղղությամբ, որովհետև նաև առընթեր հնչում են հայտարարություններ, եւ եթե այդ հայտարարությունների հաջորդականությունը նկատի ունենանք, ուշագրավ որոշ հետևություններ գուցե կարող են ուրվագծվել, եթե բացարձակ նաև հաստատում չանենք այդ առումով,
եւ կարող է միանգամից այլ ուղղություն ստանալ եւ գնալ թեպի փախումնային իրավիճակ, ինչը իր նախատեպները ունեցել է թեկուզ սահմանապակ, այնուամենայնիվ ռազմական փախումները գրանցվել են, բայց գիտեք, շատ հետաքրքիր էր, որ Միացյալ Նահանգների նախագահը երկու օր առաջ հայտարարեց, որ բազմաթիվ անգամներ Թեհրանը թիմել է Վաշինգտոնին, որպեսզի գնան երկխոսության բանակցությունների, հետո նաև որոշ փոփոխություն մտցրեց նաև իր հայտարարության մեջ, այսօրվա լրատվության մեջ կար, որ ուրեմն մճարգել ենք Իրանին, որ վերսկսենք բանակցությունները, գնանք գործարքի։ Առընթեր սակայն նաև ուրեմն լրատվություն շրջանառվեց եւ դա չհերկվեց, որ Ռուսաստանի միջնորդությամբ կայացել է պայմանավորվածություն Թել Ավիվի եւ Թեհրանի միջև իրար չխփելու, իրար չհարվածելու։ Չնայած որ սպառնալիքները հրետորաբանությունը շարունակվում է եւ էսկալացիա է նաեւ այդ առումով, սպառնալիքների առումով։ Նաեւ նախարարի գոչը, որ դարաշրջանի երկրները չներկրավվեն ամերիկյան այս սպառնալիքներին կամ կորզնաբես հարտակ չդրամատրեն հարձակումներին, այդ գոչը որոշ առումով արձագանքներ կդավ, շատ արագ Սաուդյան Արաբիան որ իրենք գդրուկ թեմեն եւ իրենք որևէ օթային դաց չեն դրամատրի ամերիկյաններին, եթե նման գործողությունների, բայց կարծում եմ նաեւ շատ քրքիր էր Թուրքիայի հայտարարությունը, ասելով Միացյալ Նահանգներին, որ գնան ամսայնության կամ բանակի փուլային եւ ծավալը ոչ թե պաթետային, կան առաջի հերթին քննարկեն ուրեմն միջուկային օրագարկը, հետո անցնեն մյուս խնդիրներին։ Եվ Թուրքիան եւս բարձրացրեց, որ իրենք թեմեն, որ Միացյալ Նահանգները ուրեմն հարցակվեն։ Ուզում եմ ասել, որ այստեղ եւ միջնորդավորված եւ հայտարարությունների դեռ նաև սպառնալիքներով բանակցելու, ես կասեի, եթե կարող ենք այս ձևակերպումը տալ, որտեղ ի վերջո նաև հագամարտությունների պատմականը, եթե նկատի ունենանք, յուրաքանչյուր բանակցային գործընթացի վերակորձարկումից առաջ նման հրետորաբանություն, սպառնալիքների նման մակլցողականություն գրանցվում է։ Բայց մի բան կարող ենք նաև այստեղ ընդգծել, որ գիտեք, ես կարծում եմ, որ գվերադառնան բանակցային սեղան, բայց արդեն դարբեր թիրքերից, որովհետև Իրանը արդեն հարվածներ պրոգեդերը, ռազմաները բոլոր հարվածվել էին եւ Լիբանանում, եւ Սիրիայում, որոշակի առումով Եմենում շատ ծուր կերպով զգալիորեն նաեւ Գազայում Համասի ուրեմն ուղղությամբ գրանցված գործողությունները եւ այդ բոլորի հետևանքները նկատի ունեցած։ Հետո նաեւ ներքին այս սուր խնդիրը, մեծ խնդիրը, որը թիմակրավում է, ուրեմն արդակին ներքին այս բոլոր իրադարձություններից հետո Իրանը դարբեր թիրքորոշումով կամ դարբեր թիրքով կներկայանա բանակցություններին։ Եվ ուրեմն Ֆիդանի հայտարարությունը նկատի ունենալով կարծում եմ, որ արդեն Անկարա Թեհրան բանակցությունների վերսկսման համար բավական խորհրդակցություններ են անցկացրել, որտեղ Թուրքիան պաշտոնեն հանդես է գալիս ցեվաչափի փոփոխության, բանակցային գործընթացի ցեվաչափի փոփոխության առաջարկով եւ հիմա սպասում են ասեն նավադորմերը ճիշտ է, սպառնալիքները շատ են, ահագնանում են, բայց միաժամանակ նաև հայտնաբար միջնորդական առաքելություններ են իրականացվում եւ ամենայն դեպս գործարկային դրամապանությունը ինչ որտեղ ինքզինք զգալի է դարձնում։ Պարոն Գանթարյան, իրականում 3, եթե չեմ սխալվում, շատ հետաքրքիր մի իրադարձություն է տեղի ունեցել, չգիտեմ որքանով է այդ տեղեկատվությունը իրականությանը համապատասխանում, բայց շատ աղբյուրներում եմ տեսել, Չինաստանից շուրջ տասնյակ ինքնաթիռներ են գալիս Իրան,
որոնք բերում են ինչ-որ հոբ համակարգեր, ինչ-որ նոր զինատեսակներ, որոնք պետք է պաշտպանեն Իրանի երկինքը հնարավոր ամերիկյան կամ իսրայելական հարձակումից։ Եթե մենք դիտարկենք իրավիճակը այս տեսանկյունից, արդյոք այն խնդիրը, որը դրված է հիմնականում Իսրայելի եւ Իրանի, ԱՄՆ-ի եւ Իրանի միջև, դա հենց միջուկային ծրագիրն է, թե կան շատ ավելի մեծ, ավելի գլոբալ խնդիրներ, որոնք ունեն լուրջ հիմնավորում եւ կապ, օրինակ Իրան-Չինաստան շահկապվածության հետ։ Այսինքն, եթե Իրանը մտնում է խաղի մեջ, Չինաստանը մտնում է խաղի մեջ եւ սկսում է փաստացի մատակարարումներ, շատ լուրջ զենքերի մատակարարումներ անել իր փաստացի դաշնակցին տարածաշրջանում, սա խոսում է այն մասին, որ խնդիրը շատ ավելի գլոբալ է եւ շատ ավելի խորն է, քան մենք խոսում ենք եւ մեզ որոշ մեր գործընկերները կամ քաղաքական գործիչները փորձում են դա ներկայացնել։ Եթե այդ դեղեկատվությունը իրականության է համապատասխանում, սա կարևորագույն անցում կլինի Չինաստանի ուրեմն արտաքին քաղաքականության ընդհանուր քերակա ուղղությունների առումով, որովհետև ընդհանրապես Չինաստանը տնտեսական զավալային քաղաքականություններ գիրառում, տնտեսական բևերի վերածվելով աստեղության կոդիներ, գաղթյալություններ ստեղծելու եւ հակակշիռ Միացյալ Նահանգների տնտեսության, այդ հզոր տնտեսության հակակշիռ բևեր լինելու առումով, եթե հիմա ռազմական տեսքով օժանդակություններ այնալ հագամարության ամենաթեժ գետերի մեջ, եթե հաստատվեն այդ բոլորը, դա կլինի արդեն անցում տնտեսականից ռազմաքաղաքական եւ ուղղակի ռազմական ուրեմն ոլորտի, ինչը թեր իբրև նախադրյալներ այլ միջավայրերում թեր եւս դեսանելի չեն, բայց այնուամենայնիվ մենք որ այս ամբողջ գործընթացները եւ Իրանի դեպքում եւ Արաբային Կովկասում նույնիսկ եւ Գրենլանդիայի առումով այդ գործընթացները կարծում եմ պետք է փորձել դիտարկել հիմնականում նաեւ Չինաստանի հարաբերակցությամբ, որովհետեւ ի վերջո Միացյալ Նահանգների նպատակը նաեւ չթողնել, որ այս դեպքում ուրեմն առարգայանա Չինաստան, Ռուսաստան, Իրան առանցքը, ինչը կարող է նաեւ շատ լուրջ վտանգ սպառնալ նաեւ Միացյալ Նահանգների տարբեր առումներով։ Ուրեմն նաեւ Իրանի նկատմամբ վերստին բանակցությունների սեղան գալը, պայմանավորվելը եւ Իրանը ամերիկյան վերահսկողություններով ապաշրջապակել ուրեմն բաժամիջոցների վերացման այդ պայմանների իրականացումը հիմնականում կարծում եմ նաեւ նպատակ ունի այդ առանցքի հավանական առանցքի կամ թեական առանցքի դուրս բերել երկիրները եւ չթողնել, որ այդ առանցքը առարգայանա եւ ավելի ամրապնդվի։ Ես նույնը կասեի նաեւ Վաշինգտոն, Մոսկվա առայժմ զուտ երկխոսության ուրեմն ցեվաչափերով այդ կորզընթացի մեկնարկի, որովհետեւ նաեւ գիտեք որքան որ ես կարողացա հետևել, հիմնականում Ռուսաստանն էր, որ ողջունեց նաեւ Միացյալ Նահանգների Գրենլանդիայի առումով այդ անեքսիայի ուրեմն գործողությունների թիմելու այդ որոշումը, որը իհարկե հիմնովին փոխվեց հետո, բայց ուզում եմ ասել, դա ոչ միայն հիմնավորելու համար էր նաև Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների վերահսկողությունը կամ գծումը Ռուսաստանին, այլ պետք է նաև փորձել դիտարկել այն երկխոսության կամ ճակերտների մեջ այն թրական ուղերձները, որոնք երկու երկրները Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը հղում են միմյանց։ Սա իհարկե չի նշանակում, որ այդ խնդիրները չկան, կամ սա չի նշանակում, որ Ուկրաինայի պատերազմը ամիջականորեն գավարտվի կամ ուրեմն կգնան համաձայնությունների, որովհետև Աբու Դաբին եթե
փորձենք ավելի խորքային դիտարկել, այնտեղ եւս որևէ պայմանավորվածություն, որևէ համաձայնություն, որևէ հիմնական արդյունք չկար, բարձրապես երկխոսությունը շարունակելու կամ այդ ուղղությամբ հնչած բնութագրեր էին գառուցողականություն, թրական ընթացք եւ այլն։ Այնուամենայնիվ անգամ հրատատարի շուրջ դեռևս որևէ համաձայնություն չկա։ Պարոն Գանթարյան, եւ վերջում ամենավերջի հարցը կապված է արդեն Լիբանանի հետ։ Լիբանանը այն երկրներից է եւ դուք էլ դա նշեցիք, որոնք ակամա թե ակամա մասնակցել են կամ օգտագործվել են Իրանի այս ներկա պաշարման գործընթացում բոլոր կողմերից։ Ինչպիսին է իրավիճակը այս պահին Լիբանանում, եթե մենք փորձենք դիտարկենք իրավիճակը այս տեսանկյունից։ Լիբանանի դեպքում ասեմ, որ գա նաև հրատատարի համաձայնությունը, որը խախտվում է հիմնականում Իսրայելի կողմից։ Դեսանելի է, զգալի է, որ Հեզբոլլահը իր նախկին թիրքերից որոշ աշխարհագրական կոդիներում նահանջել է, բայց նաև դեռևս այն միջազգային աջակցությունները, որը խոստացվել էին հարավային Լիբանանում ընդհանրապես շինարարական աշխատանքներին ցելնարգելու, որովհետեւ մարդիկ վերադառնան իրենց հնագավայրերը, դա չի աշխատում, որովհետեւ որոշ կոդիում Իսրայելը չի թողնում, որ որևէ շինարարական աշխատանք վերսկսեն, որովհետեւ Իսրայելի համար ոչ միայն Հեզբոլլան, հայտնաբար նաև այնտեղ մարդապնակ լինելը, ժողովուրդ լինելը ինքը նաև հետագայում դա իբրև վտանգի կարողականություն դիտարկում է, իբրև այդպիսին է դիտարկում։ Անորոշ իրավիճակ է այդ առումով, որովհետև ընդհանրապես պահանջվում է, որ Հեզբոլլահը իր զենքերը հանձնե, բայց միաժամանակ նաև Իսրայելը իր ստանցած բարդավորությունները չի կատարում, այսինքն շարունակում է վերահսկել լիբանանյան տարածքներ, շարունակում է հրատատարը խախտել հրթիռագործումներով, թեկուզ թիրախային, նեղ թիրախային շատ անգամ, ուրեմն իսրայելյան դաշույնսարքեր շարունակում են շրջակայել լիբանանյան օդային տարածքների վրա, միաժամանակ նաև գետնի վրա փուլային առաջին փուլը հայտարարեցին, որ ավարտվել է արդեն Հեզբոլլահը նահանջում է իր թիրքերից։ Ուրեմն իրավիճակը ստատուս քվոն այս առումով այս ուղղություններով է, այդնեմ որ սկզբունքով մայիսին լինելու են խորհրդարանական ընտրություններ եւ գիտեք ռազմական գետնի վրա արձանագրված եթե փորձենք նաեւ քաղաքական քարտության վրա թարգմանել, կարծում եմ, ուրեմն միտումները կլինեն այնպիսին, որպեսզի Հեզբոլլահի հասցեությունը ես կասեի, ասենք, ընդհանրապես միջազգային ընտանիքի արևմտյան ուժերի դիտակետով, հայացքով, որպեսզի նաև այս դեպքում քաղաքական արտության վրա այդ Իրանի թերագադարությունը նվազի, բայց կարծում եմ շատ բան գախյալ է մինչև այն ադեն Իրան, Միացյալ Նահանգներ բանակցությունների վերսկսման եւ այդ գործընթացի ընդհանուր ուրեմն միտումների թերական թե բացասական լինելու այդ վայրի վերումների հետ։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Գանթարյան։ Ես նույնպես։ Մեր հյուրները, որը մեզ միացել էր Լիբանանից տեսակապով, Բեյրութի ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանթարյան, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։